Ձեզ համար նորմալ է, որ կարգալույց եղած քահանան պատարագ է մատուցում։ Իհարկե ոչ, նորմալ չէ։ Անհավատ, անինքնասեր, սրբապիղծը մարդը այն մարդը, որ դեմը Աստծուն, դեմ գնաս Աստծուն, դու այսինքն ինքը եթե այսօր դեմա գնացել Աստծուն, մենք իրանից լավ բան չենք սպասի։ Փաշինյանը թող պոլիտիկայով զբաղվի, եկեղեցուն հանգիստ թողի, մեղքեն է ժողովուրդը։ Վախյա գնաց է ինչ գործ ունի տերտերների հետ, այնի տերտերի հետ ինչ կապ ունի։ Ինքը իր երկրի չի կարող ղեկավարի հետ մոտ տերտերների ղեկավարի։ Տերտերները իրանք կարան հանեն, դնեն, Փաշինյանը իրավունք չունի։ Զորով վախեցնելով, նստացնելով բան անում։ Թուրքի պատվերն է կատարում ինքը, թուրքերը ասել են, Էրդողանը ոնց ասում։ Ինչ կարծիք ունեք այն մասին, որ կարգալույց եղած քահանան պատարագ է մատուցում եւ Նիկոլ Փաշինյանը իհարկե դա սխալ է, եթե կարգալույց այնք ինչ պատարագ օրինական չէր, դա ոնց որ կներեք նմանվեր թատրոնի։ Մեր հոգևորականների մեջ իսկապես կան արժանավայել եւ արժանի հոգևորականներ, բայց ընդհանուր առումով երբ որ նայում ենք այդ նոր չենք բարձում, էլի, որ նաեւ կային բիզնեսմեն, միլիոնատերեր, կլուբերի տերեր։ Համոզված եմ, որ նման քահանան պետք է լքի եկեղեցին։ Իրավունք չունի ինքը արդեն եկեղեցի մտնելու եւ պատարագ մատուցի ժողովրդին։ Ոնց որ ասում են, իր գործը արդեն թողել է, էլ ինչ։ Ով ինչ սխալ գործեր է կատարել, վաղ թե ուշ բումերանգի պես գալու է իր առաջ։